Քաղաքացու օրը Գավառ համայնքում նշանավորվեց միջոցառումների հագեցած օրակարգով։ Դրանք իրականացվեցին Գանձակ բնակավայրում։ Տոնական օրը մեկնարկեց Գանձակի մշակույթի տանը կազմակերպված ցուցահանդեսով, որում ներկայացված էր մշակույթի տան սաների ձեռքի աշխատանքները։ Միջոցառումների շարքը շարունակվեց «Մենք ենք մեր պետությունը» խորագրով բանախոսությամբ։ Թեմայի բանախոս Սևակ Սարգսյանը ներկայացրեց պետություն քաղաքացի հարաբերությունները և դրանցում քաղաքացու դերը։ Փորձեցինք շոշափել պետության անելիքների մասով, որպես պետական համակարգ, որպես պետություն, մենք ինչ ենք ակնկալում մեր պետությունից եւ ամենակարևորը մենք որպես քաղաքացի բացի այն իրավունքները, որոնք ունենք եւ որոնք շատ հաճախ իրացնում ենք, նաեւ մեր պարտականությունների մասով, մենք ինչ ենք պարտավոր անել մեր պետության համար։ Բանախոսի հետ ակտիվ երկխոսություն եւ քննարկում ծավալեցին մասնակից երիտասարդները։ Բարձրացված հարցերի շնորհիվ ամբողջացան պատկերացումները թեմայի վերաբերյալ։ Հատկապես երիտասարդությունը տարիքային այն խումբն է, որ առավելապես պետք է իր պարտավորությունները առաջին պլան բերի պետության հանդեպ։ Իրավունքները անշուշտ լավ բան են եւ դա չպետք է թերագնահատել, բայց որպես երիտասարդ մենք հաշվի առնելով այն ավյունն ու էներգիան, որ դեռ կա այդ տարիքում, պետք է լիարժեք ներդնել պարտավորությունների վրա, ստեղծելու արժեք, ստեղծելու միջավայր, որպեսզի նաև մեր մյուս քաղաքացիները այդ ստեղծած միջավայրում իրենց ավելի լավ զգան եւ նաև այդ ստեղծած արժեքները վայելեն։ Էլ ինչ տոնական օր առանց խորովածի։ Խարույկների վրա պատրաստվեց խորոված եւ ավանդական ուտեստի հյուրասիրությամբ բաժակ բարձրացվեց օրվա առթիվ։ Շնորհավորում եմ բոլոր հայ ազգին, ոչ թե մեր գեղին, այլ բոլոր հայ ազգին։ Միամուր լինեն։ Թող շնորհավոր լինի մեր ժողովրդին, բոլոր ժողովրդին, իմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Օրը համենվեց նաև գեղարվեստական միջոցառմամբ։ Գանձակի մշակույթի տան դահլիճում Գանձակի երաժշտական դպրոցի սաները բարեմաղթանքներով հայրենասիրական ու ազգագրական երգ ու պարով ստեղծեցին տոնական միջավայր։ Սիրով շնորհավորում եմ բոլորիս քաղաքացու օրվա առթիվ եւ ինձ համար մեծ պատիվ եմ համարում ձեզ փոխանցելու Գավառ համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը, ցանկանալով ձեզ առողջություն, բարեկեցություն եւ մեր երկրին խաղաղություն։ Գանձակի կենտրոնական զբոսայգում Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը եւ Գանձակի վարչական ղեկավար Հակոբ Հակոբյանը օրն ամփոփեցին խորհրդանշական ծառատունկով։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամա օր։